Տրիշ Ներսիսյանը կամ Գարեգին Բն պատերազմի կուսակցության ներկայացուցիչը։ Ինչի համար է պատերազմի կուսակցության ներկայացուցիչ։ Այս ինչ որ այստեղ խոսվեց հավատարմությունա կոնֆլիկտին։ Այն կոնֆլիկտին, որը բխում է Ստալինյան հայրենասիրությունից։ Այն կոնֆլիկտին, որ դրվել է Հայաստանի Հանրապետության հիմքում, որ տեսեք ինչ են ասում։ Անընդհատ, ինչի մեջ են ինձ մեղադրում։ Ինձ մեղադրում են, որ ես մի պարզ բանի, ես պարզ հարց եմ տալիս եւ խնդիր եմ առաջադրում։ Մենք մեր միջավայրում պետքա կարողանանք ապրել առանց արտաքին օգնության։ Իրենց ասածը ինչ է։ Եթե մենք շարունակենք գնալ այն ճանապարհով, իսկ մենք բոլորովս մինչև 2024 թվականը բոլորս նույն ճանապարհով ենք գնացել։ Այդ ճանապարհի մեջ մի քիչ սենց, մի քիչ, բայց բոլորովս նույն ճանապարհով են գնացել։ Եթե մենք գնանք այդ ճանապարհով, բոլոր ճանապարհները տանում են միտեղ։ Գիտեք որտեղ են տանում այդ ճանապարհները։ Միտեղ, որտեղ ավարտվում է Հայաստանի անկախությունը։ Որտեղ երբ որ մենք այստեղ ինքնուրույն չկարողանանք ապրել, ընդդիմության մյուս ներկայացուցիչն ասում է, ինչ եք ժառանգել եւ ինչ եք ստացել։ Ասեմ, դաժանա, բայց ասեմ։ Ես ընդ որում մինչև 2024 թվականը այդ երկրի վարչապետն եմ եղել եւ ասում եմ որպես այդ երկրի վարչապետ։ Մենք մարիոնետային պետությունը դարձրել ենք մի պետություն, որը անկախ եւ ինքնիշխան լինելու շանս ունի։ Շանս ունի։ Այս քաղաքական ուժը ոչ թե մարդիկ, որովհետեւ մարդկանց մի մասը ես չեմ ուզում մարդկանց բան անել, թիրախավորել, բայց այս քաղաքական տրամաբանությունը ինչի է հայտնվել Հայաստանի քաղաքական դաշտում։ Որովհետև բոլորին ակնհայտ է դարձել, որ մենք հատել ենք, անցել ենք մարիոնետային կուսակցության տրամաբանությունից, դուրս ենք եկել, մտել ենք մի տրամաբանություն, որի ավարտին մենք կարող ենք, շանս ունենք լինել պետություն։ Իրանք եկել են, որ այդ ասում եք բանի շղթաները, չէ՞, ում շղթաներն է։ Իրանք եկել են, չգիտեմ իրանցից ով անձամբ գիտակցում դա ով չէ, իրանք եկել են, որ այդ շանսը զրոյացնեն։ Դրա մասին է խոսքը։ Էս է իրանց առաքելությունը։ Բայց ես իրանց մի բան եմ ասում, դուրս եկեք այդ առաքելությունից եւ դուք կդառնաք հայաստանյան քաղաքական ընդդիմություն, մենք կվիճենք շատ ավելի սուր իմիջայլո, ձեզ չթվա թե այս ասուր բանավեճը։ Ես գիտեք ինչ մեզ համար հոյակապ կոմֆորտ բանավեճ է։ Որտեւ այս բանավեճը մենք նախորդ քան որ թվից դա նախորդ 8 տարին ենք ես մեզ համար շահեկան բանավեճ է։ Դժվար բանավեճ է նա, երբ որ մենք թուղթ ու գրիչով սկսենք վիճել իրար հետ։ Դուրս եկեք այդ տրամաբանությունից եւ դուք խնդիր չեք ունենա։ Բայց դուք որոշեք։ Եվ էլի այդ բանը, որ ասում են, Ժորժ ջան, սահմանադրության մեջ գրված է։ Հայաստանի Հանրապետության եւ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը կարող է ընդունել օրենք։ Հայաստանի Հանրապետությունում հասարակական կազմակերպություններն են անկախ։ Կուսակցություններն են անկախ։ Բայց դա չի նշանակում պետության մեջ Հայաստանի Հանրապետությունը կարա օրենք ընդունի, ասի գիտեք դուք այս կանոններով պետք է ապրեք Հայաստանի Հանրապետությունում։ Այդ ոնց է Գերմանիան կարա տենց օրենք ունենա, Հայաստանը չի ունենա, եւ ես ուղիղ եմ ուզում ասել։ Հիմա կառավարությունը ամենաուշը մի ամսվա ընթացքում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում հաստատված ճգնաժամի մասին զեկույց կհրապարակի, եւ ես առաջարկել եմ ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել, այդ բոլոր փաստերը քննել եւ արդյունքում ընդունել օրենսդրական փոփոխություններ։ Լսեք, այսօր քահանաները աղքատության են մատնված, չքավորության, գիտեք ինչի։ Որովհետեւ գիտեք եկեղեցում են լավ տեղեր կան։ Այնտեղ որտեղ համայնքը մեծ է,
Ասենք խեղճ ու կրակ լիքը քահանաներ ուղարկվել են, սարի ծերին գտնվող մի հատ եկեղեցի, որտեղ ամսվա մեջ 15 հոգի գնա, յա չգնա։ Ոչ մեկ չի հետաքրքրում, այդ մարդը սոված է, առողջ է։ Քահանան ինչի պետք է աշխատավարձ չստանա եւ պետության կողմից օրինակ առողջության ապահովագրությունից ինչի պետք է չկարենա օգտվի։ Օրինակ եկամտային հարկի վերադարձից ինչի պետք է չօգտվի։ Եվ ընդ որում ես ասում եմ հետեւյալը, տեսեք այսօր Ռուբինյանն էր ոնց որ տարբերակներ առաջարկել։ Թող Հայաստանյան Արարաքելական Սուրբ եկեղեցին հրավիրի ազգային եկեղեցական ժողով, ասի մենք կուսակրոնությունից հրաժարվում ենք։ Որոշումը։ Ես ասում եմ ինչ ուզում եք որոշեք։ Որոշեք հրապարակեք եւ մեխանիզմներ դրեք, որ այդ որոշումը պահվելու է։ Չի կարող ամեն եպիսկոպոս 4-5 երեխա ունի, ենթադրենք, չգիտեմ, էլ չեմ ասում, թե ո՞նց կարող լինի, ասենք ինչ ենք անում, մենք ինչով ենք զբաղվում։ Եվ ես երբեք չեմ ասել, որ մերոնքականներ եւ ձերոնքականներ։ Ես ասել եմ նրանք, ովքեր ընդունում են, որ խնդիր կա եւ պետք է լուծվի, եւ նրանք, ովքեր ժխտում են։ Ես անկեղծ եմ ասում։ Եթե Գարեգին Բն կամ Կտրիչ Ներսիսյանը ասի, գիտեք, ընդունում եմ խնդիր կա, բանի առանց բանի, ես այս էջը կշրջեմ, կգնամ կնստեմ կամ կհրավիրեմ, բոլորով ընդ որում դա իմ ու իր խնդիրը չի, ժողովուրդ։ Սա մեր ազգային եւ պետական ինքնության խնդիրն է։ Էլ ինչի պետք է եւ ասում եմ, այս խոցելիությունները ինչի պետք է օգտագործվի մեր պետության դեմ։ Ինչի պետք է օգտագործվի։ Ինչի պետք է, այսինքն պետության մեջ ո՞նց կարա տենց բանը լինի։ Դա բացառված է, մեկ դա թույլ չեք տալու։